Այս տարվա հուլիսի 1-ից հաշվապահական եւ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կաշխատեն ավելացված արժեքի հարկի դաշտում։ Հարկային փոփոխությունը ոլորտի ներկայացուցիչների գնահատմամբ կարող է լուրջ հարված հասցնել փոքր ու միջին բիզնեսին, նպաստել ստվերային տնտեսության աճին եւ պայմանագրային հարաբերություններում նոր խնդիրներ առաջացնել։ Հարցի լրջությունը հաշվի առնելով մասնագիտական համայնքը պահանջում է օրենքի կիրարկման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հունվարի 1, կազմակերպել շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ եւ ապահովել հիմնավորված ու փոխադարձ ընդունելի լուծումներ։ Շատ դժվար է տարվա կեսից հարմարվել այս նոր դրույքաչափերին, նոր տնտեսական իրողությանը եւ նաեւ համաձայնության գալ ծառայությունից օգտվողների հետ, քանի որ երբեմն պայմանագրերում նախատեսվում են անգամ դրույթներ, որ պայմանագրերի գներ չեն կարող վերանել մինչեւ հաջորդ օրացուցային տարին։ Որոշ դեպքերում միգուցե կարողանան բանակցել համաձայնության գալ տնտեսվարողների հետ եւ գինը փոփոխել, բայց շատ դժվար է լինելու եւ բավականին մեծ բեռ է ընկնելու հաշվապահական գրասենյակների ուսերին։ Հայաստանի հաշվապահների ասոցիացիան մասնագիտական համայնքի ձայնը օրենսդիր մարմնում ներկայացնելու համար նախաձեռնել է այս քննարկումը, քանի որ մտավախություն կա, որ հարկային բեռի կտրուկ աճը կբերի ծառայությունների թանկացման, իսկ ՓՄԶ-ները կամ անհատ ձեռնարկատերերը կսկսեն փնտրել ավելի էժան տարբերակներ, հաճախորդների հետ կքննարկեն ստվերային համաձայնություններ հարկերից խուսափելու համար, ինչն էլ նրանց թույլ կտա առաջարկել նույն ծառայությունը անհամեմատ ցածր գնով, արդյունքում օրինական գրասենյակները կկորցնեն մրցունակությունը։ Ընկել մարդկանց հետ համաձայնագրեր եւ ասել, որ հուլիսի 1-ից մեր ծառայությունները օրենքի ընդունման հետ կապված փոփոխվելու են, կարծում եմ, որ ոչ ոք չի համաձայնվելու։ Նաև պետությանն օգնելու համար են պահանջում օրենքի ժամկետի գործարկման հետաձգում։ Ասում են հակառակ դեպքում պետական մարմինները դժվարությամբ կվերահսկեն դաշտը, քանի որ ստվերային ծառայությունները հիմնականում անտեսանելի են։ Մենք չենք ասում, որ հարկ չենք ուզում վճարել, բնականաբար բոլորս էլ պետք է մեր լուման ունենանք մեր պետության համար, ուղղակի պետք է այդ ամենը լինի իրավահավասար պայմաններում եւ այդ ամենը չպետք է տանի ստվերի զարգացմանը, այլ պետք է լինի իշխող պետության։ Հաշվապահները միաձայն պնդում են, հարկային բեռի փոփոխությունը կհանգեցնի ոչ միայն հաշվապահական ծառայությունների, այլև ապրանքների ու ծառայությունների ընդհանուր թանկացման, անմիջականորեն հարվածելով քաղաքացու գրպանին։ Սա պետք է նորից անցնի քննարկման եւ պետական մակարդակով եւ մասնավոր, որպեսզի ում որ վերաբերում է, այսինքն այդ մեծ դաշտը, որը որ տնտեսական գործունեություն է ծավալում, այսինքն նրանք էլ կարողանան հարմարվել եւ իրենց գնային քաղաքականությունը կարգավորեն, որտեղ բոլորի վրա այդ ազդեցությունը լինելու է։ ՓՄԶ ասոցիացիայից առաջարկում են կատարել ազդեցության գնահատում իրավական ակտեր ընդունելուց առաջ, լսել համայնքի ձայնը, քանի որ նրանց է ուղղված այդ որոշումները։ Սա արդյունք է նմանատիպ որոշումները, որ ընդունվում են նրան, որ առանց այդ ազդեցության գնահատման ուղեկցվում, այլ ուղեկցվում է միայն ֆինանսների նախարարության ֆիսկալ տեղեկանքներով եւ կանխատեսումներով, որ դրանով իրենք կավելացնեն հարկային եկամուտները երկրին։ Այստեղ բարձրաձայնված հարցերը մեկ ընդհանուր փաթեթով կներկայացվի ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը։ Ծաղկանուշ Միրզոյան, լուրեր։